Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք միջազգային եւ անվտանգային հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Ողջույն, պարոն Ստեփանյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն, Լիլա, շնորհակալություն հրավերի։ Պարոն Ստեփանյան, Սերգեյ Լավրովի այցը բուռն կրքեր է հարուցել եւ բավականին շատ նաեւ դժգոհություն կա, հա, թե առհասարակ ինչու պիտի Լավրովը այցելեր Հայաստան, ինչու պիտի Հայաստանը նաեւ կիրառեր որպես հարթակ հակաարևմտյան, հակաուկրաինական ինչ որ հայտարարություններ, նարատիվներ գեներացնելու համար, ինչու պետք է հենց հակահայկական, հա, նարատիվներ գեներացնելու համար օգտագործել եւ այլն, բայց եթե մեր կառավարությունը առաջ է շարժվում բալանսավորման եւ բալանսավորող քաղաքականության տրամաբանությամբ, ապա ինչու ոչ։ Դե Լիլա, դուք ձեր հարցում արդեն պատասխանը կար ակնհայտ, ես մի փոքր ավելացնեմ եւ խորացնեմ ձեր տեսակետը։ Պարոն Լավրովը իրեն պահել է Երևանում բավականին լկտի, ցինիկ, ոչ միայն Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանի շահերի նկատմամբ, այլ նաեւ Եվրոպական միության նկատմամբ, Ուկրաինայի նկատմամբ իհարկե նրա գնահատականները իրականությունից բավականին հեռու էին։ Բավական էր նրա գնահատականը կապված հապկի այսպես կոչված օգնության մասին, որը որակում է օգնություն, ինչ որ դիտորդական առաքելություն, հապկը այն կառույցը չէ, որը պետք է դիտորդական առաքելություն ուղարկի, հապկը անվտանգային կառույց է, որի անդամ է մինչև հիմա Հայաստանի Հանրապետությունը եւ հապկը ի պատասխան Ադրբեջանի ներխուժմանը Հայաստանի տարածք եւ 200 կիլոմետրի գրավմանը պետք է ուղղակի զորքը բերեր մտցներ Հայաստան եւ Ադրբեջանին շպրտել այդ տարածքից դուրս։ Ինչպես դա գրված է հապկի կանոնադրության մեջ։ Հապկի կանոնադրության մեջ չկա գրված, որ հապկը պետք է ուղարկեր Հայաստան դիտորդական առաքելություն։ Դիտորդական առաքելություն կարող է ուղարկել եւ ուղարկել է Եվրոպական միությունը, քանի որ Եվրոպական միությունը ուղղակի որպես բարի կամքի ժեստ է արել եւ այդ դիտորդները բավականին զգայուն չափով այսօր ապահովում են մեր երկրի անվտանգությունը։ Իհարկե ոչ միանշանակ այդ ամբողջը չեն ապահովում, միամտություն կազմի այդպես մտածել, բայց ապահովում են։ Եվ այո, Սերգեյ Լավրովը պահել է իրեն այնքան լկտի եւ այնքան ցինիկ, որքան դա մենք թույլ ենք տվել։ Երևի թե այնքան նա արել է այնինչ արել է, իր շահերից, իր երկրի շահերից ելնելով միանշանակ ամեն ինչ ճիշտ է արել։ Ես չեմ հասկանում մեզ դա ինչ է տվել։ Մեր երկրին, Հայաստանի Հանրապետության Լավրովի այցը ինչ է տվել, բացի ռեպուտացիոն ռիսկերի, իմիջային ռիսկերի եւ այն անառողջ մթնոլորտի, որը Հայաստանի ներսում առաջացրել է, որտեղ առանց այդ մթնոլորտը առողջությունից շատ հեռու է, այդ այցը։ Գուցե Լավրովի այցով տրվեց Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վերաձևակերպման կամ վերափոխման գործընթացի մեկնարկը։ Տեսեք, Ժիրայր, իրականում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վերաձևափոխման մեկնարկը տրվել է շատ վաղուց։ Մոտավորապես ես կարող եմ 2-3 տարի սխալվել 2007 թվականին։ Ես բազմիցս եմ այդ մասին խոսել, եւ այդ մեկնարկը տրվել է ընդհանուր ռուսական քաղաքականության վերաձևավորման եւ վերաձևափոխման արդյունքում, որը սկսվել է կատարածել Վլադիմիր Պուտինը իր հայտնի Մյունխենյան ճառից հետո։ Ռուսաստանը սկսել է բարձրանալ ծնկներից, սկսել է ուղղել մեջքը կանգնել, ինչպես դա ձևակերպում է Ռուսաստանում, եւ այդ գործընթացի համահունչ սկսել է կառուցել նոր որակի հարաբերություններ Թուրքիայի հետ։ Թուրքիայի հետ, որի ակնհայտ եւ բացարձակ սատելիտն է շարունակում մնալ Ադրբեջանը։ Մենք դեռ այն ժամանակ պետք է հասկանանք, որ Հայաստանը այս հավասարման մեջ տեղ չունի։ Եվ եթե ունի բացարձակ եւ բացառիկ զոհի կարգավիճակով եւ Հայաստանը վաղ թե ուշ հայտնվելու է զոհասեղանում։ Մենք դա կամ չենք հասկացել, խոսքը գնում է բոլոր մեր երկրի ղեկավարների մասին, որոնք ղեկավարել են այդ երկիրը սկսած 2000-ականների վերջից, կամ ինչը շատ ավելի վատ է, հասկացել ենք, բայց մեր գլուխները ջայլամի պես մցրել ենք ավազի մեջ եւ փորձել ենք այդ փոփոխությունները չնկատել։ Ես չեմ հավատում, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ բոլոր տարիների այնքան
ամբողնաշար է եղել եւ անգամ տկարամիտ, որ այդ ակնհայտ փոփոխությունները եւ որտեղ են տանում այդ փոփոխությունները չի դիտարկել եւ չի հասկացել եւ չի ընկալել։ Հետևաբար ես կարող եմ երթադրել, որ սա ուղղակի եղել է լուր համաձայնություն այս հարցում եւ մեր ղեկավարները, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի եւ Հայաստանի Հանրապետության բոլորը իրար հետ փորձել են այդ ամենը չնկատել, ուր այդ ամենը տանում, ուստի գնում է առաջին հերթին Ղարաբաղի մասին։ Փորձել են չնկատել, որ ստատուս քվոն արդեն Ռուսաստանի ձեռնտու չէ։ Փորձել են չնկատել, որ Ռուսաստանը լուրջ զենքեր է մատակարարում Ադրբեջանին եւ փոխում է ստատուս քվոն։ Փորձել են չնկատել, որ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենք է գնում Իսրայելից։ Փորձել են չնկատել, որ ռազմաքաղաքական բալանսը այլևս չկա։ Եվ մենք փորձում ենք պաշտպանվել այդ ամենից եւ այդ մասին Սերժ Սարգսյանի լեգիսլատորայի տարիներին խոսել են մեր զինվորի բարձր ոգով։ Այսինքն այս ամենը փաստ է։ Եվ մենք ուղղակի դա չենք նկատել։ Այնպես որ պատասխանելով ձեր հարցին, ես կարող եմ ասել հետեւյալը. հայ-ռուսական հարաբերությունները վերաֆորմատավորվել են, վերաձևավորվել են շատ վաղուց։ Եվ այս պահին 2025 թվականին չկա որևէ նշույլ եւ որևէ հիմնավորում եւ որևէ հիմք, որ նրանք նորից վերաձևափոխվեն ինչ որ այլ ֆորմատի, որը կլինի Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ։ Ընդհակառակը հաշվի առնելով, որ այդ ամենի արդյունքում Պուտինյան արտաքին քաղաքականությունը մեծ կրախ է կրել, Պուտինը վերջնականապես կորցրել է Ուկրաինա աշխարհաքաղաքական իմաստով, եւ այսօր խրված է ուկրաինական կոնֆլիկտում, եւ գլուխ է գովում, որ կարող է դեռ մի քանի տասնյակ տարի այնտեղ պատերազմել եւ ուկրաինական հողերը պարարտանյութ դարձնել սեփական քաղաքացիների եւ ուկրաինացիների կյանքերով եւ մարմիններով։ Այս իրավիճակը այս առումով մեզ համար միայն վատթարացել է։ Հետևաբար Թուրքիան շարունակում է Ռուսաստանի համար ներկայացնել իրենից արժեք, որովհետեւ Ռուսաստան, եթե մենք համեմատենք Ռուսաստանը 2007 թվականի հետ, 2000 պայմանական 20 թվականի հետ եւ այսօր, Ռուսաստանը շատ ավելի изգոյ պետություն է եւ Ռուսաստանը շատ ավելի մեծ կարիք ունի նույն Թուրքիայի։ Հետևաբար Էրդողանը ցանկացած պահի կարող է անել Պուտինին առաջարկություն, որի ետևում կանգնած կլինի Ալիևը, որից Պուտինը չի կարող հրաժարվել։ Դե խնդրում եմ արդեն դուք գուշակեք, թե ում հաշվին է առաջարկությունը իրականացնելու։ Եվ մենք այս պայմաններում փորձում ենք Ռուսաստանի հետ վերաձևավորել մեր հարաբերությունները, փորձում ենք լավացնել, փորձում ենք ինչ-որ բան փոխել։ Շատ իրականում շատ լավ ցանկություն է, բարի ցանկություն է, բայց հիմքեր ես չեմ տեսնում, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակը աշխարհում եւ մեր տարածաշրջանում դրա համար որևէ հիմքեր եւ նախադրյալներ չի պարունակում։ Ամեն ինչ շատ բարձր է եւ այստեղ կարելի է լուրջ հաշվարկներ տանել։ Պարոն Ստեփանյան, Լավրովի ասածը մեծ իմաստով այն էր, որ սա իրենց տարածաշրջանն է, սա իրենց շահերի գոտին է, որտեղ Հայաստանը փոքր դերակատար է եւ լինելու է այնպես, ինչպես իրենք են ուզում։ Մեծ հաշվով այո։ Մեծ հաշվով այո։ Լավրովը ինչ ասեց դե։ Ինքը ասեց Սյունիքի հպատոսություն 3 տարի է մենք դրան դիմադրում ենք, ասում ենք մենք չենք ուզում հպատոսություն։ Սյունիքի հպատոսություն։ Հապկի վերադարձ։ Հայաստանի վերադարձ ռուսական ճարտարապետության, անվտանգային ճարտարապետության ներքո։ Այն դեպքում, երբ որ ճարտարապետությունը Հայաստանի համար չի աշխատում։ Այո, այնինչ դուք ասել եք, շատ մոտավոր, շատ զգուշավոր, բայց այո, այդ մասին է խոսքը։ Բայց Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ այո, կան խնդիրներ, կան տարբերություններ, սակայն չկենտրոնանանք դրանց վրա, այլ կենտրոնանանք, այսպես ասենք, այն ոլորտների, որտեղ հնարավոր է աշխատել ու շեշտեց տնտեսությունը եւ մշակութային ոլորտը։ Վատ չի կարծես թե, չէ՞։ Եթե դա աշխատի, ոչ թե վատ չի, այլ շատ լավ է։ Բայց ես նորից եմ ուզում հիշեցնել բոլորին, այդ թվում նաև պարոն Միրզոյանին, ես վստահ եմ ինձ չի լսում, բայց այնուամենայնիվ փորձը փորձանք չի, որ Ռուսաստանի քաղաքականությունը միշտ եղել է կտրված իրողություններից։ Միշտ։ Եթե դա այդպես չլիներ, Ռուսաստանը երբեք Ուկրաինա չէր մտնի։ Ռուսաստանի հնարավորությունները եւ ախորժակները երբևէ իրար չեն համապատասխանում։
Եվ հենց այս պահին Ռուսաստանը վստահ է, որ Հայաստանը իր համար չի կարող խնդիր ներկայացնել, որ Հայաստանը պետք է լինի սատելիտ, որ Հայաստանը պետք է լինի մանրադրամ, որ ինքը, եթե Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին եւ գնում կանգնում է Պուտինի կողքին, եթե Լավրովը գալիս է այստեղ այսպիսի լկտի հայտարարություններ է անում եւ դրանից հետո որևէ մեկը նրան չի սաստում, նա սա անցալում է որպես թուլության նշան։ Իսկ եթե դու թույլ ես, նա կարող է եւ անպայման պարտադրելու է քեզ այն, ինչ ինքը ուզում է։ Այդ Սյունիքի հյուպատոսության մասին խոսակցությունը սա միայն Սարգսե դաշտի վերևի մասն է նկատել, ես ձեզ վստահեցնում եմ։ Այստեղ կա նաեւ նոյեմբերի 9-ի խնդիրը։ Հիմա մարդիկ կարող են զարմանալ, ասել ինչ նոյեմբերի 9-ը գոյություն չունի այդ փաստաթղթը։ Այո, գոյություն չունի։ Եվ առաջին իսկ օրվանից գոյություն չի ունեցել։ Ես բազմիցս եմ այդ մասին խոսել վերջին 4 տարվա ընթացքում, բայց Ռուսաստանը դա այդպես չի ընկալում։ Նա ասում է. դու ստորագրել ես, կա 9-րդ կետ, ես բերում եմ InfoSP-ն, դու ճանապարհը տուր InfoSP-ն թող վերահսկի։ Մենք ընկերներ ենք, չէ՞, ռազմավարական դաշնակիցներ են։ Դու չես այն, որ նստում են, հարբեցողները, ասում են խմի, ու ասում ես չեմ ուզում խմեմ։ Ասում ты меня уважаешь? Սա է Ռուսաստանի քաղաքացիությունը։ Ասում դու ինձ չես հարգում, դու իմ հետ հաշվի չես նստում, մենք դաշնակիցներ ենք։ Ես քեզ ասում եմ, ես Լավրովը Պուտինի արևով երթվում եմ։ Մենք կգանք, այդ ճանապարհը կլինի, մենք վերահսկողությունը կիրականացնենք, ամեն ինչ լավ կլինի։ Մենք այստեղ անվտանգություն կապահովենք։ Դու ասում ես, չէ, բա Արցախը բալաչինն է, ադե ասում այն ուրիշ էր։ Այնի ուրիշ էր, ոչինչ։ Դե հիմա դու էլ գիտես, որ քոնը չէր։ Դու էլ ես ասել իմը չի, Սերժն էլ ասել իմը չի, Քոչարյանն էլ ասել իմը չի, Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է գրել ժամանակի։ Դուք էլ գիտեք, չէ, որ քոնը չի, ձերը չի։ Դե հիմա այստեղ չի կասում ձերը չի, բայց մենք գանք էլի, մենք տիրություն անենք։ Մենք տիրություն անենք, ամեն ինչ լավ կլինի։ Այս սրա մասին է խոսակցությունը։ Պարոն Ստեփանյան, իսկ բալանսավորման քաղաքականությունը, հա, այն ինչպես է արտահայտվում։ Ես ինչ եմ հարցնում, որովհետև չկա այս աշխարհի վրա մեկ այլ երկիր, որի հետ Հայաստանը ունենա այնպիսի ռազմավարական դաշնակցային իրավապայմանագրային բազա հարաբերությունների խորություն, որը Ռուսաստանի հետ է, հա։ Այդ բալանսավորումը բայել ինչպես է արտահայտվում։ Այսինքն ինքն ի սկզբանե անբալանս վիճակում է գտնվում։ Դե հիմա, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է բալանսավորման քաղաքականության մասին, ինքը նկատի ունի, որ մենք ստորագրել ենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական մտադրությունների մասին, հենց այդպես խարծյան, մենք Իրանի հետ խորացնում ենք հարաբերությունները, ընդհանուր կա նպատակ հասցնել այն ռազմավարական, չգիտեմ դա լինելու է թե ոչ, որքանով ես գիտեմ, կա նպատակ եւ այդ ուղղությամբ կան աշխատանքներ Ֆրանսիայի հետ հարաբերությունները հասցնել ռազմավարականի, ես չգիտեմ վերջի իրադարձություններից հետո մայիսի 9-ից եւ Լավրովներից հետո արդյոք Ֆրանսիա կգնա այդ ճանապարհով թե չէ, այստեղ էլ արդեն մտահոգության հավիտ կա։ Հուսով եմ, որ կգնա, որովհետեւ մեզ համար դա շատ կարեւոր է։ Կան լուրջ այցեր Հունաստան, Հնդկաստան, հա, երևի այսօր մասին է գնում խոսքը, թե չէ, ձեր ասածով այնպիսի պայմանագիր, ինչպիսի մենք ունենք Ռուսաստանի հետ 97 թվականի պայմանագիր, մենք ոչ մեկի հետ չունենք։ Եվ ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այս իշխանություններով կարող ենք ունենալ։ Ով ուզում է լինի, ինչ երկիր ուզում է լինի։ Բայց սա ներկայացնում է որպես բալանսավորված քաղաքականություն։ Պարոն Ստեփանյան, իսկ Լավրովի այցի օրը, երբ Փաշինյանը աշխատանքի ժամանակ սուր ցանկություն ունեցավ գնալ ազգային պատկերասրահ, դիտել պետականության մեջ ճանապարհի ցուցադրությունը, արտգործնախարարը մեր զրուցեց Ֆրանսիայի արտգործնախարարության հետ, սրանք ժամանակային համընկնումներ չեն, չէ՞։ Չեմ կարծում, որ ժամանակային համընկնումներ են, այդպիսի բաներ քաղաքականության մեջ չի լինում։ Քաղաքականության մեջ կա շատ լուրջ դերակատարում ունի սիմվոլիզմը եւ սիմվոլները։ Սա իրականությունն է։ Դա մեսեջներ են։ Բայց գիտեք, ես նորից եմ ասում, Ռուսաստանի հետ հարաբերություններում մեսեջները այդպես չեն։ Դու պետք է հստակ եւ ուղիղ ասես նրանց երեսին, ճակատին այն ինչ մտածում ես։ Նրանք դրան են սովոր։ Ռուսների հետ միայն այդպես։ Ռուսների հետ ուրիշ ձև չի լինում։ Այդպես դու կարող ես իրանցիների հետ անել։ Հա, մեր հարևաններն են, չէ՞։ Հազարամյա դիվանագիտություն ունեն։ Թուրքերի հետ կարող ես անել շատ լավ, բայց ոչ ռուսների։ Ռուսների պետք է ճակատին ասես, այն ինչ որ կա։ Եթե դու չես անում սա, ես կանեմ սա։
Եթե դու անում ես սա, ես անում եմ սա։ Եթե դու վաղը գազը փակում ես կամ թանկացնում ես, ես իրանից եմ բերելու։ Եթե Լարսն ես փակում, ես Լարսից հրաժարվելու եմ, ես գնալու եմ թուրքերի տակ մտնեմ, հենց այսպես, ու ճանապարհը բացեմ։ Եվ վերջում տեսնեմ, ով է դրանից շահելու։ Դու, թուրքը, թե ես։ Ժամանակին մի հատ շատ լավ, ես սա շատ տեղին եմ, ես սա շատ լավ եմ հիշում, ինձ պատմել են դա Ղարաբաղ կոմիտեի անդամներից, ուրեմն Կոլցո օպերացիան, որ սկսվում է 91-ին, դեռ ԽՍՀՄ կար, չէր կանգնվել, չէր հայտարարվել օրինականապես, Ղարաբաղ կոմիտեի անդամները, ես անուններ հատուկ չեմ հրապարակում, այդ պատմությունը շատերը գիտեն, գնում են գեներալ Շամանովի մոտ, որը այդ ժամանակ այս Յուժնոկավկասկի օկրուգը դրա հրամանատարն էր, եւ այդ Կոլցո օպերացիան ինքն էր իրականացնում։ Ասում են, բա մենք 100 տարվա բազմադարյան բարեկամներ, բան, ինչ եք սս բաներ անում, էլ ինչ եք թուրքերի օգտին աշխատում, մեզ խեղդում։ Մի արեք տենց բաներ, խնդրում ենք։ Ըստ գեներալը ասում է, ես ուսել եմ պետք է ասեմ սա, որ չշեղվեմ։ Հա, ասում է, а что? Куда вы от нас денетесь? Вы со всех сторон окружены мусульманами. Вы сделаете так, как мы вам скажем. Հենց այսպես։ Ու այդ պատվիրակության անդամներից մեկը Ղարաբաղ կոմիտեի անդամ, նա ցավոք արդեն վախճանվել է, ասում է, нам есть куда деваться։ Ասում է, куда вы денетесь? Ասում է, мы примем ислам։ Հասկանում եք։ Միշտ ցանկացած իրավիճակից կա ելք։ Եվ այդ ելքը ունի իր գինը։ Սա պատկերավոր, հա, բոլորը պետք է հասկանան, պատկերավոր համեմատություն է։ Հիմա նույն ձևի ես եմ ասում, ցանկացած Ռուսաստանի քայլին ընդառաջ եւ դեմ մենք կարող ենք անել մեր քայլը։ Լարսը կփակեն, ինձ այսօր մեկը փողոցում կանգնացել է, ասում է, դու ռուսներին դեմ ես։ Բավական որ Լարսը փակեն, ինչ ենք անելու։ Ասում եմ ինչ ենք անելու։ Ձեր բարերով կմտնենք Թուրքի տակ, Թուրքը սահմանը կբացի։ Պատկերավոր եմ ասում, չէ՞, սա պետք է հասկանանք։ Իհարկե սա մենք դեռ չենք անի։ Բայց դրանից ով է շահելու։ Առաջի հերթին ով է ռուսը շահելու է։ Մենք ամբողջ ռուսական քաղաքականության այդ Լավրովի երկու պլանը, որով ինքը եկել է Երևան, կքանդենք, կոչնչացնենք։ Քարը քարի վրա չենք թողի։ Եվ մենք իրենց հետ խոսայթի ժամանակ այդ դա պիտի ասենք։ Դիվանագիտորեն, ապուկ, բայց պիտի ասենք, որ իրենք հասկանան, որ եթե մեզ սխմեն եւ կողեն մտցնեն անկյունը, մենք այդ անկյունից դուրս կգանք եւ դուրս կգանք այն ուղղությամբ, որը իրանց արժե վերջնականապես մուտքը կփակի այս տարածաշրջան։ Եվ իրենք կկորցնեն եւ Հայաստանը եւ Ադրբեջանը վերջնականապես։ Դե վրացիները իրենց շաշկերեր են այս պահին։ Այսինքն միշտ այդ հնարավորությունը կա։ Ռուսների հետ մենք այդպես է պետք խոսել եւ պետք է իրենց համոզել, որ սա բլեֆ չի, որ մենք դրան ընդունակ ենք։ Ուրեմն մի հասցրեք մեզ այդ աստիճանի, որ մենք դա անենք։ Գոնե հիշեք, ասենք, ձեր քաղաքական հայրերին, որոնք ժամանակին հա Ղարաբաղ կոմիտեն դա արել են եւ արել են բավականին փայլուն։ Պարոն Ստեփանյան, Հայաստանը կորցրել ու շարունակում է կորցնել թանկ ժամանակ։ Իհարկե, շատ տեղին հարց է։ Մենք երբեք չենք մտածել եւ չենք փորձել հասկանալ ժամանակի արժեքը։ Ես նոր բան չեմ ասելու։ 88 թվականից, երբ որ Ղարաբաղ շարժումը սկսվեց, 87-ից հետո անցել են ու առնվազն 37 տարի։ 37 տարվա ընթացքում մենք տվել ենք 360 աստիճանանոց պտույտ եւ եկել կանգնել են գրեթե այնտեղ, որտեղից սկսել ենք 88-ին։ Մենք նույնիսկ ավելի վատ վիճակ է այս պահում։ Մենք չունենք Ղարաբաղ, չունենք Ղարաբաղում նույնիսկ հայկական բնակչություն։ Մեր տարածքներից բավականին լուրջ թիվ է մեզ համար 200 քառակուսի կիլոմետր օկուպացիայի տակ է։ Մենք շարունակում ենք վարել բալանսավորված քաղաքականություն։ Մենք շարունակում ենք մնալ ռեգիոնալ աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ, իդեպ Լավրովն էլ ասաց, չէ, խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային ֆորմատով։ Ինչի է դա ասում։ Մենք պիտի լուծենք խնդիրը, թարգմանում եմ Լավրովի փոխարեն։ Մենք ռուսները, թուրքերը մի շամփայ թուլափայ Իրանին կտանք։ Իրենք այդպես են մտածում։
Այստեղ չպետք է լինի Ֆրանսիա, չպետք է լինի ԱՄՆ, չպետք է լինի Մեծ Բրիտանիա, չպետք է լինի Հնդկաստան, չպետք է լինի Չինաստան։ Մենք ձեր հարցերը կլուծենք այնպես, ինչպես լուծում ենք մի քանի 100 տարի։ Մենք հիմա մեր հերթին պետք է այս ամենը հասկանանք եւ գիտակցենք։ Ինչի է այսպես եղել։ Մենք անընդհատ մեր պատմության մասին մոռանում ենք։ Լավ 88-ից այսօր մեկը թող նստի ու մտածի, ինչ է մեզ հետ տեղի ունեցել։ Ինչպես է այդպես եղել, որ մեր բոլոր հաղթանակները մասխավել են։ Ինչու են մասխավել։ Միգուցե նրա համար, որ մենք վարել ենք կոմպլեմենտար քաղաքականություն եւ քաղաքականություն, բալանսավորված քաղաքականություն ենք հիմա։ Միգուցե այդ պատճառով է եղել։ Հիմա թե այդ պատճառով է, ինչ նորից եմ ասում, մեկը կանգնացրել է փողոցում, ասում է, դուք ասում եք գնանք Եվրոպա։ Վաղը որ թուրքը հարձակվեց, մեզ Եվրոպան կպաշտպանի։ Արցախը ինչի չի պաշտպանել Ֆրանսիան։ Ասում, իսկ ինչի պիտի պաշտպանի։ Դու ով ես։ Դու ով ես, որ քեզ Եվրոպան պաշտպանի։ Դու Ռուսաստանի դաշնակիցն ես։ Դու տարածաշրջանային տրամաբանության մեջ գործող պետություն ես։ Ֆրանսիան քո ի՞նչն է։ Բաժակաճարելի սեղանակիցը, ընդհանրապես նույնը ԱՄՆ-ն։ Դու այլ տրամաբանության մեջ ես զարգանում, դու այլ աշխարհի պետություն ես, եւ դու չես փորձում ես աշխարհից դուրս գալ։ Ինչի պետք է քեզ պաշտպանեն, ինչի պետք է քեզ օգնեն։ Նախ ցանկացած պետություն ինքը պետք է անվտանգությունը կառուցի։ Քեզ ոչ մեկ չի փրկելու, քեզ միայն կարող են ասենք օժանդակել, սա պետք է հասկանանք։ Սա առաջին սխալն է։ Հիմա մենք այսքան տարի գնում ենք մի ուղղությամբ, գլուխները տալիս ենք պատին ջարդում ենք, հետո ասում ենք վայ ջարդեցինք, բայց ոնց որ դեռ կենթանի ենք։ Ոնց որ ստեղ մի քիչ բանը փակել ենք, յոդ ենք կսե բան, արունը ոնց որ չի հոսում։ Ճիշտ է, ահագին կորցրել ենք, բայց հիմա չի հոսում։ Հələ մի հատ էլ գնանք, էլի տեսնենք կարող այնտեղ դեմը տեսնենք ինչ ա լինում։ Այդ տեսնենք ինչ ա լինում, այդ ռուսական ավոսն է։ Սա քաղաքականությունում, հասարակությունում անընդունելի նախատեսություն է։ Չի կարելի տենց անել։ Տեսնենք ինչ է լինում, սա խաղալիք չի, սա պետություն է, պետականություն է, մարդկային կյանքեր է, ապագա է։ Մեր երեխաների ապագան է, չի կարելի շարունակել գնալ այն ճանապարհը, որտեղ գլուխը արդեն մի քանի անգամ ջարդել է։ Կարողանես ջարդել, չկարողանես ուշ չի գալ։ Միգուցե ճանապարհը պետք է փոխել։ Հիմա մենք սա ենք անում։ Այս քաղաքականությունը սրա մասին է։ Եվ թող ոչ մեկ ինչ չհամոզի, որ դա այդպես չի։ Գիտեք, վարչապետ Փաշինյանը շատ անկեղծ է։ Նա անկեղծորեն ասում է. մենք վարում ենք բալանսավորված քաղաքականություն։ Եվ եթե ինչ-որ մեկը կասկածում է դրանում, թող այս բոլորը, ինչի մասին մենք խոսում ենք, Լավրովի այցը, Մոսկվա այցը, Ամերիկայի հետ այդ փաստաթղթի ստորագրումը, Իրանի հետ հարաբերությունները, Հնդկաստանի հետ հարաբերությունները, բոլորը թող բերի, սա բալանսավորված քաղաքականություն է։ Բայց այդ բալանսավորված քաղաքականության արդյունքում մենք շարունակում ենք դոփել տեղում։ Մենք շարունակում ենք մնալ տարածաշրջանային ռեգիոնալ ճահիճի մեջ։ Այն ճահիճի մեջ, որի մեջ մենք հրաշքով որ չենք խեղդել մինչև այսօր, եւ այդ հրաշքը շատ հարցերով եւ շատ ասպեկտներով բացատրվում է նրանով, որ մեր ամերիկացի գործընկերները, եվրոպացի գործընկերները գոնե հեռախոսազանգերի մակարդակով, հա, այդ մեր տարածաշրջանային գործընկերներին որոշ առումով սսպում են։ Նույն մոնիթորինգային առաքելությամբ օրինակ։ Եվ մենք սա մոռանում ենք։ Մենք շարունակում ենք մնալ ճահիճի մեջ։ Եթե վաղը մենք սկսենք խորտակվել, կարող է լինի այնպիսի իրավիճակ, որ մեզ էլ ոչ մեկ ձեռք չի մեկ։ Եվ կասեմ, դուք վարել եք ձեր քաղաքականությունը, հիմա կերեք։ Եթե շատ կոպիտ, ապա այսպես։ Այնպես որ ես տեսնում եմ շատ լուրջ վտանգներ այս քաղաքականության արդյունքում։ Մենք չենք արել ճիշտ եզրահանգումներ։ Սա փաստ է այս բանը։ Եվ սա ինձ մոտ շատ լուրջ մտահոգություն է առաջացնում անկեղծ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս միջազգային եւ անվտանգային հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Դավիթ Ստեփանյանն էր։